Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, միացեք մեզ, որպեսզի այսպես միասին փորձենք այս 2 ժամը լավ անցկացնել եւ իհարկե ծանոթանալ օրվա բաղադրատոմսին։ Սիրելիներս, այսօր ուզում եմ պատրաստենք կարելի է ասել ինչու ոչ օրվա հագեցնող կերակուր, իսկ եթե ոչ, կարելի է համարել նախուտեստի տարբերակ։ Այնպես որ ներկայացնեմ ինչ բաղադրիչներ են անհրաժեշտ դրա համար, մենք այստեղ ունենք փոքրիկ կարտոֆիլներ, այն նոր կարտոֆիլները սովորաբար սովոր ենք ասել, որ փոքրիկ նոր կարտոֆիլը արդեն դուրս է եկել եւ իհարկե մենք այսօր կփորձենք այս մանր տարբերակով համեղ բան պատրաստել։ Եվ իհարկե այստեղ ունենք ապխտած երշիկ, ունենք բնականաբար պանիր, սուլուգունի տարբերակ ենք օգտագործելու, ունենք մի 2 պղպեղ, գունավոր եւ կանաչ սող ու սերուցք։ Սիրելիներս, համադրությունը շատ հետաքրքիր է լինելու։ Շատ յուրօրինակ տարբերակով եմ առաջարկելու այս բաղադրատոմսը պատրաստենք։ Եվ փուլ առ փուլ միասին այսպես կանցնենք եւ կհասկանանք, թե վերջում ինչ է դառնալու սա։ Ապխտած երշիկ, սերուցք, պանիր, այ ինչ է նշանակում այս բոլորը, բայց շատ հետաքրքիր է եւ համեղ։ Իսկ առաջին հերթին ինչ ենք անելու։ Մենք պետք է կարտոֆիլները մի փոքր խաշենք։ Ես վերցնեմ կաթսան, տեղափոխեմ այս գեղեցիկ փոքրիկ կարտոֆիլները կաթսայի մեջ։ Այսպես փորձեմ զգուշությամբ այս բոլորը անել։ Իհարկե լավ լվացված վիճակում է, ասեմ, որ կեղևահան անել պետք չի բոլորովին։ Իմիջիայլոց այս նոր կարտոֆիլների, փոքրիկ կարտոֆիլների կեղևը շատ նուրբ է, կարելի է պարզապես շատ լավ լվանալ եւ հենց այսպես կեղևով էլ օգտագործել։ Եվ տեսքն է գեղեցիկ մնում, չի փշրվում եւ իհարկե համը շատ հաճելի է։ Ահա, վերջ ամբողջովին տեղափոխեցինք, ես այստեղ կավելացնեմ անմիջապես եռացրած ջուր, այնքան որ կարտոֆիլների երեսը ծածկվի, այսպես, նույնիսկ կարելի է հենց այս պահին էլ մի փոքր աղ ավելացնել այստեղ, որպեսզի աղաջրի մեջ խաշվի, ահա, 1 թեյի գթալ աղ եմ ավելացնում եւ իհարկե կրակը վառենք, թողնենք իրեն համար հանգիստ եփվի, բայց սիրելիներս շատ չենք եփելու, մի փոքր մեծ թերխաշ վիճակ է պետք, որովհետեւ հետո պետք է յուղի մեջ տապակենք այն եւ իհարկե վրան ավելացնենք մնացած բաղադրիչները, ահա, այսպես, թողնենք մի փոքր Ուրեմն եփվի եւ անցնենք առաջ, անցնենք մեր հիմնական աշխատանքին։ Ես հագնեմ իմ գոգնոցը եւ անցնենք առաջ։ Այսպես։ Հուսով եմ մեզ հետ եք, նախաճաշի սեղանը պատրաստել եք, ամենակարևորը դա է, որ պետք է նախաճաշի սեղան պատրաստեք։ Մշտապես ասել եմ այս մասին, թեկուզ մի կտոր հաց ու պանիր, թեյ, մի բաժակ տաք կաթ կամ չգիտեմ, քամած հյութ, որևիցե մի բան, համեղ պատրաստեք, միացեք մեզ, որպեսզի շարունակությունը տեսնեք, հենց մեզ հետ անցկացնեք այս 2 ժամը։ Հիմա դադար կլինի մեր եթերում, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի առավոտ իմ սիրելի հեռուստադիտողներ, Սոնան իրավացի է, ես այս պահին ոչ մի բան չի անում, պարզապես դիտում է այդ գեղեցիկ տեսարժան վայրերը եւ հիանում էի, ինչքան հաճելի է լինել բնության գրկում։ Սիրելիներս, բայց պետք է շարունակենք մեր օրվա ռիթմը եւ իհարկե պատրաստենք օրվա բաղադրատոմսը։ Եթե հիշում եք, ես ասացի, որ մենք կարտոֆիլ ենք այստեղ դրել, որպեսզի խաշվի, աղել եմ ավելացրել, աղաջրի մեջ փոքրիկ նոր դուրս եկած կարտոֆիլներն են խաշվում, բայց նրանք մեզ պետք են թերխաշ վիճակում
Ես քիչ հետո կջրքամեմ, արդեն հետո փուլ առ փուլ դուք կտեսնեք ինչ ենք անելու։ Իսկ այս ափսեի մեջ մենք ունենք ապխտած երշիկ, ունենք պղպեղներ, կանաչ սոխ, սերուցք եւ պանիր։ Հենց հիմա կսկսենք այս մթերքներով աշխատել։ Մեզ պետք է սուր դանակ եւ իհարկե անցնենք առաջ։ Ինչ ենք անելու առաջին հերթին։ Սիրելիներս, երշիկները ուրեմն պետք է մանր, շատ մանր կտրատել։ Հետաքրքիրը որն է լինելու, որ մեզ պետք են շատ մանր կտորներ եւ այս ուտեստի մեջ ընդհանրապես մի այսպիսի դետալ է լինելու, գեղեցիկ նոտա է լինելու այս ուտեստի մեջ, ոչ թե հիմքն է լինելու, ոչ թե այսպես որոշիչ համն է լինելու, այլ պարզապես ամենանուրբ նոտան է լինելու ապխտած երշիկը։ Ինչի ուրեմն համարել պետք է այն կտրատվի շատ մանր։ Այսինքն եթե ասում եմ շատ մանր, պատկերացրեք, որ որքան մանր է այն լինելու։ Եվ շատ գեղեցիկ տեսք է հաղորդելու իմիջիայլոց ասեմ, վերջում դուք կտեսնեք, թե որքան գեղեցիկ է այն ստացվում։ Ահա հիմա ցույց տամ, թե որքան մանր է մեզ պետք այս երշիկը կտրատել։ Այսքան մանր, ահա ես չգիտեմ, կերևա, դուք կտեսնեք, թե ոչ, բայց բավականին մանր է պետք, ահա, ես այսպես հերթականությամբ այս երշիկները կտրատելով կգնամ առաջ և իմիջիայլոց նշեմ բոլոր այս մթերքները պետք է կտրատենք շատ մանր, բոլորը միասին համահունչ պետք է լինեն կերակուրի մեջ, ահա, նույնիսկ եթե ասեի, որ մեկ ամբողջական կտոր պետք է վերցնեք ապխտած երշիկից և քերիչով օրինակ անցկացնեք, այդ պարագայում էլ շատ մանր չի ստացվի, սիրելիներս, դրա համար ավելի լավ է հենց դանակի օգնությամբ, շատ սուր դանակի օգնությամբ փորձեք լավ մանրացնել այս երշիկը։ Երշիկի ընտրությունը իհարկե դուք կարող եք որոշել, բայց խորհուրդ եմ տալիս հենց ապխտած երշիկ լինի, այսպիսի ֆիլե տարբերակը, խոզի ապխտած ֆիլե է, սա, դուք կարող եք իհարկե ձեր ճաշակով որևիցե բան վերցնել, բայց այս տարբերակը շատ համեղ է ստացվում։ Այսպես, փորձենք այս մի քանի կտորն էլ այդպես, առաջ բարակ շերտերի շերտատենք, այսպես վերածենք բարակ շերտերի, որպեսզի այդ մանր էֆեկտը ստանանք։ Իհարկե շատ հագեցնող կլինի սիրելիներս այս ուտեստը, ինչու, որովհետև այստեղ և սերուցք ենք օգտագործելու, և պանիր ենք օգտագործելու, բացի այն, որ կարտոֆիլ ունենք, կարտոֆիլը ինքը հագեցնող է արդեն, նաև սերուցքը և պանիրը կապահովի այդ կարևոր մասը, և իհարկե շատ վիտամիններով հարուստ է, ինչու ոչ, կարող եմ համարձակ ասել, որովհետև դեռ յուղի մեջ պետք է տապակենք այս բոլորը, կարող եք նաև կարագի մեջ տապակել, սերուցքը, պանիրը, այս բոլորը շատ իհարկե վիտամիններով հարուստ են։ Իսկ կարտոֆիլի վերաբերյալ սիրելիներս, երբեմն ասում ենք, որ օրինակ կարտոֆիլը օսլա է, կրախմալ է պարունակում իր մեջ և ինչ կա կարտոֆիլը օգտակար չէ, հակառակը շատերը պնդում են վնասակար է, բայց հավատացեք միֆ է, կարտոֆիլը ունի իր յուրահատուկ կարևորությունը, իր ուրեմն վիտամինային խումբը, որը ինչու ոչ շատ կարևոր է մեր օրգանիզմին, ինչպես յուրաքանչյուր մթերք, այսպես, կարելի է այս երկու կտորն էլ արդեն ավելացնել և մանրացնել բոլորը միասին։ Իմիջիայլոց շատ այսպես նշեմ նաև, որ շատ թանկարժեք ուտեստ չէ սա, կարելի է մոտավորապես, չնայած չեմ հերքի, որ դեռ կարտոֆիլը նոր է շուկա եկել և մի փոքր թանկ արժե, այն գնալով հուսանք, որ գնային փոփոխություն կլինի, մի փոքր հիմա այս պահին կարտոֆիլը միգուցե գերակշռի արժեքը, բայց հավատացնում եմ մի 2000 դրամով կարող եք օրվա չափաբաժինը համապատասխան ընտանիքի անդամներին իհարկե ստանալ կարծում եմ։ Ադրինե, ես երևի թե ոչ մեկ տենց մարդ չեմ ճանաչում, որ կարտոֆիլ չսիրի։
Ես էլ չեմ ճանաչում, բայց երբեմն երբ լսում ես այնպիսի մարդկանց, ովքեր փորձում են դիետաներ պահել, օրինակ, կամ հետևում են շատ խիստ, ասում են կարտոֆիլը վնասակար է, օսլա է, չի կարելի օգտագործել։ Ամեն ինչն էլ վնասակար է, եթե չափից շատ է։ Բայց ես մի քանի օր առաջ հավատա, անկեղծ եմ ասում, մի բժշկուհու լսեցի, ով ասում էր, շատ երկար խոսեց կարտոֆիլի կարևորության մասին եւ ասաց, որ հավատացեք, միֆ է, այդքան մի ասեք, որ չի կարելի կարտոֆիլը որևիցե օգտակար։ Շատ ուտելուց կարտոֆիլը օսլայից կարող է ճրճռալ, մաքսիմում։ Չի կարող դա այդպես լինի։ Մաքսիմում ճրճրանք։ Եթե այո, շատ լինի։ Այնպես որ ամեն բան իր ոսկե կանոնների շրջանակներում։ Օրինակ փոքր ժամանակ շատ էի սիրում հում կարտոֆիլը, երբ մենք բոլորս տապակելու համար կտրատում էինք տանը, ես վերցնում ուտում էի, հետո մեծանում ես արդեն հասկանում ես, որ տապակածը ավելի համեղ է, բայց դա էլ երևի թե ինչ է նշանակում, եթե մենք բոլորս սիրել ենք եւ պահանջը ունեցել ենք, դա նշանակում է օսլայի պակաս ենք ունեցել։ Հաստատ ժամանակներն են այդպեսի Դե լավ սուրել։ Պակասները շատ էին այն ժամանակ։ Բայց երեխաների հատկությունն է, որևիցե բան հում փորձել եւ հավանել, դա երեխաների, բոլոր երեխաների մենք բոլորս էլ անցել ենք այդ փուլերը։ Այո, իհարկե, հիմա դու ինչ ես անում։ Ես հիմա մանրացրել եմ, ահա, ես հուսով եմ հերոստատիտողը։ Ոնց ես կարողացել։ Հուսով եմ հերոստատիտողը տեսավ եւ նույն մանր վիճակում ուրեմն կկտրատենք պղպեղիկները, սոխը, հետո այսպես փուլ առ փուլ կանցնենք առաջ։ Ես հիմա կզբաղվեմ հենց դրանցով եւ քերիչով կանցկացնեմ պանիրը, որպեսզի շատ։ Դա լինել է սոուս։ Համարյա, այո, մենք այստեղ ունենք սերուցք, այո, պանրային եւ սերուցքային սոուս է լինելու, կարտոֆիլները այդ ուրեմն սոուսի մեջ, այս համեղությունը դրանց հետ միախառնված շքեղ մի բան է ստացվելու։ Մենք ասեմ համի մաս։ Այո, հուսով եմ վերջում կուտենք, կհավանենք, այսպես եւ մեր հերոստատիտողին էլ այսպես քաջալերենք, որպեսզի օրվա ընթացքում փորձի նա էլ պատրաստել այս հետաքրքիր բաղադրատոմսը։ Շատ լավ, այսինքն կարտոֆիլը եփվում է, այստեղ կտրատվեց նաեւ ապախտած միսը հիմա։ Մենք ունենանք կարճ դադար։ Բարի։ Հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հյուրերին, իսկ այնուհետև կվերադառնանք, որպեսզի տեսնենք ինչ եղավ այստեղ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ սիրելիներս, բարի առավոտ իմ թանկագին հերոստատիտողի, սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատ հետաքրքիր, շատ համեղ, շատ քունեղ մի ուտեստ։ Ինչի համար մեզ անհրաժեշտ էր կարտոֆիլ, փոքրիկ գեղեցիկ այս նոր կարտոֆիլները։ Այստեղ ունենք, իհարկե, ես փորձեցի շատ գեղեցիկ հերթականությամբ դասավորել, որ տեսանելի լինի ձեզ։ Մենք ունենք ապխտած երշիկ, գունավոր պղպեղներ, կանաչ սող, պանիրը քերիչով անցկացված եւ իհարկե սերուցք։ Հիմա պետք է սկսենք գլխավոր գործողությունները, այսինքն կերակուրի պատրաստումը եւ իհարկե սկսենք առաջին հերթին սկսենք կարտոֆիլը տապակելուց։ Բայց մինչ կարտոֆիլը տապակելը, եթե հիշում եք, մենք կարտոֆիլը թերխաշ վիճակում այսպես եփեցինք, որպեսզի ավելի հեշտ տապակվի։ Ինչ է պետք մեզ հիմա այս պահին, մենք պետք է յուղ ավելացնենք թավայի մեջ։ Այսպես, իհարկե յուղը, գիտեք ինչ յուղ եմ ես օգտագործում, Էլոլա ապրանքանիշի հալած յուղը, որը շատ համեղ է։ Այսպես։ Ահա, փորձենք հալեցնել այն։ Եվ իհարկե կամաց տեղափոխենք թավայի մեջ մեր կարտոֆիլը, խաշած կարտոֆիլը։ Իհարկե ոչ ամբողջական խաշված, բայց այնուամենայնիվ արդեն փափուկ վիճակում է այն։ Այսպես։ Ես ընտրել եմ ամենափոքր, այսինքն փորձել եմ, կա նաև մի փոքր ավելի մեծ չափի կարտոֆիլներ, բայց փորձել եմ ընտրել ամենափոքր տարբերակները, որ գեղեցիկ լինի եւ իհարկե բոլոր բաղադրիչները իրար հետ շատ համահունչ լինեն։ Ահա, սա թողնենք մի կողմի վրա։ Եվ հիմա այս պահին սկսեմ ավելացնել նաև համեմունքները։ Իհարկե, եթե հիշում եք, խաշվելու ընթացքում ես աղ էի ավելացրել ջրի մեջ, բայց հիմա եւս անհրաժեշտությունը կա մի քիչ էլ աղ կավելացնենք։
Եվ ընթացքում էլ կփորձենք ինչու ոչ, քանի որ այստեղ սերուցք ենք ավելացնելու սիրելիներս, բնականաբար սերուցքը մի փոքր այսպես քաղցրություն էլ ունի, պետք է կոտրել դա եւ դրա համար աղը անհրաժեշտ է։ Ահա, ավելացրեցի ուրեմն աղը, ավելացնենք կծու կարմիր պղպեղ, իհարկե չչարաշահեմ, մի քիչ, շատ քիչ ավելացնեմ քրքում, որպեսզի գույնը ապահովենք եւ իհարկե մեր մարսողության մասին էլ մտածենք։ Այստեղ պետք է ավելացնեմ սխտորի փոշի, շատ քիչ։ Իհարկե խորհուրդ կտամ, որպեսզի դուք օգտագործեք հենց թարմ սխտոր, պարզապես որպեսզի շատ սուր համ չստանանք այս պահին, մեզ պետք է սխտորի փոշի։ Այստեղ ավելացնելու եմ խմելի սունելի, բոլոր ուտեստների հետ շատ համահունչ է այս համեմունքը, այնպես որ հանգիստ կարող եք օգտագործել։ Եթե համային, այսպես ասած, ճաշակի խնդիր չունեք։ Հիմա փորձենք խառնել այս բոլորը։ Որպեսզի համեմունքը միախառնվի։ Ահա։ Մի քիչ կրակը երևի թե բարձրացնեմ։ Արդեն յուղի մեջ թաթախվեց, շատ գեղեցիկ գույն ստացավ մեր կարտոֆիլը, եթե նկատում եք, սիրելիներս։ Ահա։ Եվ բույրն էլ շատ անուշ է բուրում։ Այսպես, շատ լավ է, հիմա պետք է ավելացնեմ սերուցքը, մի քիչ էլ թողնենք կարմրի, ահա տեսեք տարբերակներ կան, արդեն կեղևը կարմրեց, շատ գեղեցիկ է, մի փոքր էլ խառնենք և թողնենք ավելի շատ չափաբաժնով տապակվի կարտոֆիլը, հետո ավելացնենք սերուցքը։ Այսպես, սիրելիներս, իրականում շատ ժամանակ չի խլի, անկեղծ եմ ասում, եթե ձեռքի տակ ունենաք բոլոր բաղադրիչները, ապա մի կես ժամվա ընթացքում հաստատ հավատացնում եմ պատրաստ կլինի այս ուտեստը, որովհետև կարտոֆիլը բավարար է 10 րոպե խաշելու համար, այնուհետև արդեն շատ արագ կտապակվի եւ բաց վիճակում կլինի այն, եւ հետո կավելացնենք մյուս բաղադրիչները ու շատ կարճ ժամանակում այն պատրաստ կլինի։ Ահա, ես ուզում եմ արդեն ավելացնել սերուցքը։ Ահա։ Այսպես թողնենք շաղախվի ամբողջությամբ սերուցքի մեջ այս կարտոֆիլը։ Հետո կավելացնենք պանիրը ու մնացած բաղադրիչները։ Այսպես, կրակը բարձրացնեմ, որպեսզի եփվի սերուցքը։ Ես մի փոքր կփորձեմ, որպեսզի տեսնեմ աղը ինչպիսին է։ Ադրինե։ Ջան, Սոնա ջան, ողջույն։ Ինչ գեղեցիկ է այստեղ ամեն բան։ Մի քիչ աղ է կարիք։ Աղի։ Այո, աղը պետք ավելացնել։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Այսպես, կարծում եմ լավ է։ Սա տեխնիկային հատված է այստեղ։ Հավանում ես։ Շատ գեղեցիկ է։ Այո, ես կարծում եմ շատ այսպես ամառ, հուշում է, որ շուտով ամառ է, բան չունած։ Ինչքան ենք բաղադրատոմսերն են գալու։ Այո, արդեն ես վաղուց արդեն մտածում եմ պաղպաղակի մասին, հավատում ես, մտածում եմ մի օր մենք այստեղ պետք է պաղպաղակ միասին պատրաստենք, ու բայց անընդհատ սպասում եմ, որ մի քիչ էլ տաքանա։ Այո, մի քիչ էլ անձրևները դադարեն։ Չնայած պաղպաղակը միշտ հաճելի է, բայց դե մի քիչ թող տաքանա, եղանակը անպայման պաղպաղակը պատրաստենք միասին։ Եվ ես այստեղ տեսնում եմ պանիրը,
Այո։ Կաթը, յուղը, որը ամբողջությամբ առանձնացված է էլոլապրանքանիշից, որովհետև էլոլապրանքանիշը առանձնանում է անարատ կաթից պատրաստված արտադրանք առաջարկելով, ինչպես նաև առաջարկում է պանիրների մեծ ընտրանի, որտեղ արդեն նորույթ կա, բաստուրմա սուլուգունի համադրություն իմ ամենասիրելի, կարող եք ձեռք բերել եւ վայելել եւ ձեր երեխաներին եւս առաջարկել հենց այս ապրանքանիշի առաջարկվող կատնամթերքը, քանի որ վստահաբար այն պատրաստվում է անարատ կաթից եւ ոչ մի հավելումներ այնտեղ չեն լինում։ Շատ ճիշտ է, շատ համեղ է, այո, բաստուրմայով սուլուգունի տարբերակը հրաշալի է, անփոխարինելի է, ես կարծում ոչ մի բանի հետ չես համեմատի եւ շատ այսպես տոնական տեսք ունի։ Մենք ասել ենք այս մասին եւ հիմա կարող ենք կրկնել, որ եթե պանրային որևիցե հավաքածու եք ուզում պատրաստել, այս բաստուրմայով տարբերակը ներառեք անպայման, որովհետեւ ասես զարդ լինի, շատ գեղեցկացնում է այդ ափսեն, այնպես որ եթե կարող եք գնեք եւ փորձեք։ Ահա։ Եվ իհարկե ինչ պատրաստվում է, ես յուրաքանչյուր առավոտ առանձնացնում եմ, որ կապ չունի, որ առավոտ է քո պատրաստած բաղադրատոմսերի հետ միշտ ակտուալ է Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող գինիները անմահական։ Ինձ համար իդեպ գինին այնքան թույլ, թեթև հաճելի խմիչք է, որ կապ չունի առավոտյան փորձես թե երեկոյան, բայց մի բաժակ առանց չարաշահելու եւ առանց ինչ-որ չափը անցնելու իհարկե, բայց վայելել օրվա բաղադրատոմսի հետ, օրվա տարբեր ժամերի հաստատ կարելի է։ Այնպես որ Իջևանի գինու գործարանը առաջարկում է անմահական գինիների լայն ընտրանի, նաև ունի հյութերի, պահածոների մեծ տեսականի, կարող եք ձեռք բերել եւ վայելել, եւ այդ ամբողջը ձեզ կհիշեցնի տնական համի ու հոտի մասին։ Շատ ճիշտ ես, մեր այսօրվա ուտեստի հետ օրինակ ես կհամադրեմ սպիտակ գինի, որովհետև շատ համահունչ կլինի եւ իմիջիալոց գինին անհրաժեշտ է, եթե ոչ ամեն օր, ապա շաբաթական մեկ անգամ նյութափոխանակության համար դա շատ կարեւոր է, այնպես որ այո, ինչու ոչ կարելի է ունենալ այսպես ասած սննդակարգում մշտապես իր ուրույն տեղը պետք է ունենա։ Եվ ես քեզ հարց ունեմ, այս գեղեցկագույն սեթը ինչպես ես համադրելու կարտոֆիլի հետ եւ առասեք ինչպես ես դիպչելու եւ փչացնելու այս պատրաստված էսթետիկ տեսքը։ Դե որ այսքան ձգձգում եմ չեմ ոչ մի բան անում, դառնում ես երկար վայելեք։ Այո, դրա մասին է հենց խոսում։ Բայց հենց այս պահին կարող ենք այս գեղեցիկ տեսարանը խախտել եւ իհարկե պանիր ավելացնել։ Ուրեմն երբ սերուցքը սիրելիներս ավելացրեցիք, մի փոքր եփվելուց հետո անմիջապես ավելացրեք պանիրը։ Եվ իհարկե խառնելուց հետո կավելացնենք արդեն մեր այս գեղեցիկ մթերքները։ Իհարկե առաջին հերթին կավելացնեմ ապխտած միսը։ Իդեպ մի փոքրիկ այսպես փաստի մասին այս եղանակին, երբ գարունը արդեն գալիս է իր նոր, չգիտեմ, հետաքրքիր բանջարեղեններով, թարմ մրգերով, հատապտուղներով, այս ժամանակահատվածում ես էլ հին կարտոֆիլ չեմ կարողանում փորձել եւ նոր կարտոֆիլը ասենց ամբողջությամբ հենց այս եղանակի մասին է ինձ համար։ Ես քեզ հասկանում եմ, որովհետեւ այո, ես կարծում եմ յուրաքանչյուրիս մոտ հատկապես երբ մտնում ես խանութ եւ աչքդ դիպչում է, արդեն չես կարողանում ուրիշ կարտոֆիլի տարբերակի նայես, որովհետեւ սա գերող է, նաեւ շատ համեղ է ինքը երբ այսպես հատկապես երբ փոքրիկ է, այսպես գեղեցիկ, այն ջեռոցում էլ է շատ համեղ ստացվում։ Ես կարծում եմ շատերիս մոտ է հենց այդ զգացողությունը։ Մի տարբերակ էլ կարող եմ ես առաջարկել, մենք տանը պատրաստում ենք սամիթով, այսպես խաշված տարբերակ, էլի շատ կարակով է պատրաստվում, հրաշք, ես էլ եմ շատ սիրում, այո, համամիտ եմ, կարելի է մեկ օր նաև որևիցե ուրիշ ուտեստի հետ դա համադրել, այո։ Ահա, տեսնում եք սիրելիներս, ավելացնում ենք մեր մանր կտրատված ապխտած միսը, մի հատ նորից կխառնենք։ Շատ գեղեցիկ հերթականությամբ առանձնացնում է։ Այո, նորից խառնենք։ Այսպես որպեսզի համերը միան խառնվեն։ Ես քեզ օգնեմ, էլի։ Այո, շնորհակալ կլինեմ։ Որպեսզի հեռուստադիտողին էլ տեսանելի լինի։ Արդեն տեսակ, այս սրա մասին է ասում սիրելիներս, որ պարզապես տեսք է հաղորդելու, ինչ որ նոտա է լինելու, շատ գեղեցիկ։ Հենց նոր երբ սկսեցիր խառնել, ավելի շատ եկավ, չէ։ Այո։ Այո, հուսով եմ, որ համեղ է Դա կարծում ստացվելու։ ապխտած մսի բույրն էր արդեն։ Այո, եւ հիմա փորձենք երևի թե այս ուղղությունով ես փորձեմ
այսպես դանակի օգնությամբ։ Կարող ես գտալ տալ։ Չէ, արդեն շատ լավ է, փորձեմ կիսել այսպես որ դասավորել եմ, կանաչ սոխը կօգտագործեմ ամենավերջում ձևավորման համար։ Դե հիմա եթե մի քանի հատիկ ընկնի մեջը, խնդիր չէ, հոգ չէ։ Այսպես։ Իդեպ երեկվա բաղադրատոմսին անդրադառնալով, քանի որ ֆունչոզայի մեջ եւս դու կանաչ սոխ էիր օգտագործել ու ես եթերում նշեցի, որ ինձ համար նոր է այդ տարբերակը, կարող եմ կիսվել նաեւ ուտեստը փորձելուց հետո համային իմ զգացողությամբ բավականին հետաքրքիր էր ֆունչոզայի մեջ կանաչ սոխը եւ ինձ այնքան դուր եկավ, որ արդեն ես ինքս տանը պատրաստելիս անպայման կավելացնեմ, որովհետեւ շատ հետաքրքիր, ասես ոնց որ յուրահատուկ նոր համ հաղորդած լիներ, որը չէր խանգարում ուտեստին, բայց դրացնում էր։ Այո, շատ լավ է, որ այդպիսի զգացողություն ունի։ Այո, նոր զգացողություններ, նոր համեր ենք բացահայտում մեզ համար։ Մենք շատ ենք ասում, որ կարելի է նույնիսկ ամենատարօրինակ, չտեսած, չփորձած ուտեստը մեկ անգամ գոնե փորձել, որպեսզի համին ծանոթանալ, որպեսզի շոշափելի դառնա քեզ համար եւ դու ճանաչես, շփվես այդ մթերքի հետ, հասկանաս թե ինչ է իրենից ներկայացնում։ Եվ սա էլ կարծում եմ ինչ որ առումով այդ տարբերակներից է։ Ոչ հաճախ ենք մենք նմանատիպ ուտեստներ պատրաստում, բայց կարելի է երբեմն փորձել։ Իսկ ամենավերջում զարդարելու համար ես կօգտագործեմ նորից այն մանրացված կանաչ սոխը, որը էլի յուրահատուկ այսպես հետաքրքիր նոտա կլինի այս ուտեստի մեջ։ Ես կարծում եմ հեռուստադիտողի համար պարզ էր, եթե կա որևիցե հարց, ինչպես միշտ այսօր եւս ասում եմ, կարող եք կիսվել ինձ հետ, գրել, ես կպատասխանեմ ձեր նամակներին, բայց ընդհանուր առմամբ ես առաջին մասում հաղորդման նշեցի, որ 2000 դրամով կարելի է ստանալ այս չափաբաժին բավականին շատ է, չեմ կարծում որ քիչ է, այս չափաբաժինը մի 2000 դրամի կարգի կարող է լինել, օրվա ընթացքում կարծում եմ շատ լավ տարբերակ է։ Դու ամեն անգամ ավելի ռեկորդային թվեր ես ասում, ավելի մատչելի գներով, ավելի այսպես համեղ եւ հագեցնող ուտեստ ես առաջարկում, այնպես որ ցելի հեռուստատողներ պահեք բաղադրատոմսը եւ անպայման պատրաստեք ձեր սիրելի մարդկանց համար։ Եվ քանի որ ամեն ինչ պարզ է, կարծում եմ կարող ենք այս բանը դադար ունենալ, որից հետո կվերադառնանք եւ արդեն կողջունենք այսօրվա մեր վերջին հյուրերին եւ ելի շատ հետաքրքիր թեմայից ենք զրուցելու, մնացեք առաջին ծրագրի հետ։ Բարի առավոտ եւս մեկ անգամ սիրելիներս, ես պատրաստել եմ օրվա ուտեստը եւ հիմա պետք է մատուցեմ։ Սիրելիներս, այսօր շատ համեղ ուտեստ ենք պատրաստել, հուսով եմ գրի եք առել կամ հետեւել եք ընթացքին եւ դուք էլ որևիցե մի օր կփորձեք այս ուտեստը։ Այսպես, մենք այստեղ ունեինք կարտոֆիլ, ունեինք ապխտած երշիկ, ունեինք գունավոր պղպեղներ, սերուցք, պանիր եւ իհարկե համեմունքներ։ Հիմա պետք է մատուցենք այս համեղ ուտելիքը եւ վայելենք։ Այսպես։ Ահա, ես շատ ուզում եմ, որ երկու ափսեի տարբերակով մատուցենք այն, որպեսզի ձեզ համար էլ հետաքրքիր լինի եւ կարողանաք կողմնորոշվել, թե որ տարբերակն է ավելի գեղեցիկ։ Այսպես։ Իհարկե այն զարդարելու ենք, նույնիսկ կարելի է սոուսը ավելացնել, հացը թաթախել այս սոուսի մեջ եւ իհարկե շատ ճոխ ձևով վայելել։ Ահա, այսպիսի գեղեցիկ ուտեստ զարդարենք այն կանաչ սոխով, կարծում եմ շատ տեղին կլինի արդեն այս կանաչը օգտագործել, շուրջը կարելի է մի փոքր էլի զարդարել, կարմիր պղպեղով, այսպես, ահա, դե վայելեք սիրելիներս, ձեզ բարի ախորժակ եմ մաղթում, լավ օր եմ մաղթում եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։